Մենք հավատքի ժողովուրդ լինելով շատ կարևոր է, որ մենք իմանանք մեր այս ժամանակները թե ինչ ժամանակներ են, ինչով պիտի զբաղվենք եւ ինչ են մեր անելիքները, որովհետեւ եթե մենք ժամանակը չկարողացանք ճիշտ օգտագործել, սխալներ, խնդիրներ մեր կունենանք կյանքում։ Ուզում եմ հիշեցնել Սաղմոս 89:15 խոսք. Երանի այն ժողովրդին, որ կճանաչի աղդարության փողի ձայնը։ Սաղմոս 2-ն ներկայացնում է ասելով երանի այն ժողովրդին, որ կճանաչի աղդարության փողի ձայնը, ովքեր նրանք քո երեսի լույսով պիտի քայլեն։ Սա գիտեք, հին ուխտում խոսում էր Մովսեսի ժամանակում, երբ որ ամեն կարգավորվեց, Խորանը կառուցվեց, եւ Աստված ժամանակ առ ժամանակ հրահանգ էր տալիս նրանց քայլելու, տեղափոխվելու, չէին ասում մեկ առ մեկ, փողեր կար, հնչում էր, եւ այդ փողը ասում էր, այդ եղանակը փողի, ձայնը փողի, սովորեցնում էր մարդկանց, թե ոնց անեն, ուր գնան, չվելու ժամանակն է, թե վերակացումները հավաքվելու ժամանակն է։ Մի խոսքով, ցանկացած քայլ իրանք որոշում էին կայացնում այդ համարով։ Մենք ժամանակին ունեինք, հիմա ունենք բարձրախոս, որ հավաքվում են, բայց այն ժամանակ շեփորն էր կանչում։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ավետարանն ասում է շատ կարևոր է, որ մենք իմանանք այսօր ինչի ժամանակ, որ ժամանակներն է, այսօր մեր անելիքը որն է։ Քանի ես ու դու չենք ճանաչել ժամանակները, մենք կսխալվենք։ Ուզում եմ նաև կարդալ միասին Երեմիայի մարգարեության 8-րդ գլուխ 22 խոսքից։ Երեմիայի մարգարեություն 8-րդ գլուխ 20 խոսքից։ Գրված է. Ոնցքի ատենը անցավ, ամառը վերջացավ, բայց մենք չփրկվեցանք։ Իմ ժողովրդիս աղջկա վերջին համար վշտացավ, ողբացի ու սոսկում է ինձ պատեց։ Միթե գավաթի մեջ բալասան չկա, հոն բշիշ չկա, սուրբ գիրքը մեզ խոսում է, որ ոնցքի ատենը անցավ, ամառը վերջացավ, բայց մենք չփրկվեցինք։ Ես նորից եմ հիշեցնում ցերեկվա դասից մի հատ համար որ խոսեցին, որ երիտասարդությունը եւ բոլոր ժողովուրդը, քանի որ այսօր երիտասարդական պաշտամունքը, երիտասարդական ժողով է եղբայրներ, ես ավելին ուզում եմ խոսքս ուղղել երիտասարդների վրա։ Գիտեք, երիտասարդները շատ թանկ մարդիկ են, երիտասարդները շատ թանկ ժողովուրդ են, երիտասարդները մեր ապագան են, երիտասարդները մեզ համար մի մեծ ուժ են, կարևոր, որ նրանց վրա մենք պիտի կարողանանք ապավինել, նրանց վրա մենք նենվել, այս մարդիկ մեր գործը շարունակողներն են, մենք կարճ էստաֆետան շուտով պիտի հանձնվի իրանք պիտի այս ծառայությունները սկսեն, ես չգիտեմ այս եղբայրներից, ինչքան ծառայողներ կարող են դուրս գալ, ես չգիտեմ, որ եղբայրը հետագայում ինչ ծառայության մեջ պիտի լինի, ով ինչ գործ պիտի անի եկեղեցում, ես սա չեմ կարող ասել, բայց մի բան գիտեմ, որ ստեղ պատահական մարդիկ չկան, բոլորը եկել են Տիրոջի գործի մեջ եւ մենք պարտավոր ենք գնահատել այս եղբայրությանը, գնահատել այս քույրերին, որ ժամանակի նրանք պիտի մեծանան, իրանց գործը պիտի լինի եկեղեցին, օգնել իրանց տարբեր ծառայություններով, թե աղոթքներով, թե այցելություններով, թե որպես մանկապատանյականով զբաղվողներ չիրեմ քույրերին ինչ ծառայություն, բայց մի բան գիտեմ, որ պատահական մի հատ քույրեր չկային եկեղեցում։ Բոլորը մեզ համար շատ թանկ մարդիկ են եւ ես երիտասարդներով ուրախանում եմ։ Մեր տարածքներում մեր երիտասարդները ստեղ կան, իրանք կարող են այդ մասին վստահ իմանալով ասեն, որ երիտասարդներից մենք ոչինչ չենք խնայ, որովհետեւ ինչ է իրանց համար անենք քիչ է։ Ես ձեր փոխարեն ուզում եմ ասել, որ աշխարհը ձեզ գրկապած ընդունում է ու կանչում է։ Նա աշխարհը ձեզ համար ամեն ինչ տալիս է, ձեզ չկա բառը չկա։ Ձեզ չի ասում չի կարելի։ Հիսուսի ասած չի կարելի,
պետք չի, դա քո բժշկության համար է։ Բայց աշխարհը քեզ թույլ է տալի ամեն ինչով զբաղվես, սիրելի եղբայր եւ քույր երիտասարդ։ Նա քեզ համար ոչինչ չի խնայում, ասում է արի ու վայելի ես աշխարհը, բայց Աստված մեզ զգուշացնում է եւ մեր առաջ ճանապարհ է դնում։ Եվ այսօր էլ խոսում ասում է հունցքի ատենը անցավ, իսկ ես հունցքին ով կարա մասնակից լինի, աշխարհի մարդը կարա մասնակից լինի, ոչ, չի կարա, դուք եք այդ հունցքի մասնակիցները։ Դրա համար իմ խնդրանքն է, սիրելի եղբայրներ, քույրեր, որ դուք այս ընթացքը կարողանաք զգուշ լինեք սորա ժամանակը, այսօր ընդունելի օրը, դու պետք է այսօր կարողանաս քո անելիքի մասին մտածես, քո բերքը հավաքես։ Մի քիչ կողմից ես անհարմար եմ զգում այդ խոսքը ասեմ, բայց մեզանից ոչ մեկը ներողություն եմ խնդրում, ոչ մեկը իր վաղվա մասին գարանտիա չունի։ Թե երիտասարդ, թե ծեր, թե միջահասակ։ Ոչ մեկ եղբայրներ քույրեր։ Ես ցավով եմ ասում, որովհետև չեմ ցանկանում որևէ մեկի երիտասարդի մազը ծռվի, բայց մի բան, որ մեր ուժերից դուրս է, մեր հասկացողությունից դուրս է, մեր գաղափարից դուրս է, բայց շատ կարևոր է, որ մենք արթուն մարդ լինենք, հոգևոր մարդ, հոգևոր մտածողություն եւ հոգևոր հասկացողություն։ Մարդու կյանքը Սուրբ Գիրքը ասում է ախոտի ծաղկի պես է, այսօր կա, վաղը կարող է չորանալ ու չմնել։ Դրա համար քիչ չեն այս ժամանակներում մեր տեսածները։ Դուք եք շատ բան տեսել, երիտասարդ եղբայրներ քույրեր, դուք եք քիչ բան չեք տեսել։ Տեսել եք շատ ահավոր բաներ, որ որևէ մեկը չէր կարող այդ մասին մտածել տարիներ առաջ, բայց մեր աչքերը շատ բան տեսան։ Դրա համար կխնդրեմ, որ ես ու դու կարողանանք մեր հայացքը երկինք ուղղել եւ մտածել։ Կյանքի օրենքում այսպիսի հատկություն կա, ոչ մի մարդ չի կարող որոշի, սա Աստծո գաղափարն է, Աստծո ծրագիրն է, ինչի մեկը պատանի, մեկը մանուկ, մեկը մեծ, երիտասարդ, միջահասակ, ծեր հասակում թողեցին այս աշխարհը։ Սա մարդուց գաղափարից դուրս բան է։ Դրա համար այսօր որևէ մեկս իմ խնդրանքն է, վստահություն չունենանք մեր երիտասարդության վրա, վստահություն չունենանք մեր հասկացողության վրա, վստահություն չունենանք որևէ մի առողջության վրա, այլ կարողանանք վստահություններս լինել միայն ինքը, Տեր Հիսուս Քրիստոսը։ Տերը օշնի եղբայրեր քույրեր, նորից եմ խնդրում ներողություն, որևէ մեկը վատ չզգա, ես որևէ մեկի մատի մեջ փուշ չէի ցանկանա, քույրեր եղբայրներ, բայց չէի ուզել, որ մենք քնած մնանք, հենց մենք անցկացնենք, ես կուզեի, որ մենք արթուն լինենք, որտեղ Սուրբ Գիրքը գրված է եւ նորահավատի համար, գրված է երիտասարդի համար, պատանու մանուկի համար, գրված է միջահասակի ծերի համար։ Բոլորիս համար Սուրբ Գիրքը նույն ձևով է գրված։ Հունցքի ատենը անցավ, ամառը վերջացավ, բայց մենք չկրկվեցինք։ Այսինքն այս խոսքը չասենք, սա ծերերին է վերաբերում, չասենք սա այն մարդկանց է վերաբերում, որոնք հիվանդ են, շուտով այս կյանքին հրաժեշտ պիտի կան։ Ոչ, այս խոսքը վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր ավետարան են կանանչում, ավետարան են կարդում։ Դրա համար իմ խնդրանքն է, սիրելի քույրեր եղբայրներ, թող Աստված ձեզ շատ օգնի։ Ուզում եմ նաև կարդալ Օվսեայի մարգարեությունից 10-րդ գլուխ 12 խոսքը։ Ձեզի արդարությունով ցանեցեք եւ ողորմությունով բնդեցեք։ Չմշակված երկիրը հերկեցեք, քանզի Տերը փնտրելու ժամանակն է։ Մինչև ինքը գա ու ձեր վրա արդարություն եղածնի։ Տերը փնտրելու ժամանակն է։ Սուրբ Գիրքը ինձ ու քեզ ասում է, Տերը փնտրելու ժամանակն է։ Նորից եմ հիշեցնում, սիրելի երիտասարդ, քույր եւ եղբայր։ Սա տարիքի հետ կապված չի։ Սուրբ Գիրքը բոլոր տարիքների համար նույն միտքն է ասում։ Երբ որ կարդում ենք Թագավորաց գրքում, Եզեկիայի ժամանակ, Թագավորի ժամանակ, այսպիսի մի հատ միտք կար։ Ավետարանն ասում է, որ քարոզչությունը եւ մեծերի, եւ մանուկների համար նույնն է։ Այսինքն բոլորիս համար այս քարոզչությունը նույնն է։ Հիմա Սուրբ Գիրքը մեզ հիշեցնում եւ ասում է, քանզի Տերը փնտրելու ատենն է։ Ինչ անենք, արդարություն ցանենք եւ ողորմություն պիտի գտնենք։ Սուրբ Գիրքը իմ ու քո համար
այս հայտնությունն է տալի, վերը փնտրելու ժամանակն է, չի ասում, կմեծանաց Տիրոջ ժամանակը կգա, կմեծանաց այս իշխանը կլինի, հիմա է, ընդունելու օրը հիմա ընդունելու տարի, Տիրոջը փնտրելու ժամանակը, հարկ մեր Աստծուն, որ այսօր Աստված մեր կյանքում մեծ ողորմություն է արել։ Ուզում եմ հիշացնել Սեդրակ, Միսակ, Աբեդնագովի մասին, քուրեր եղբայրներ Դանիելի մարգարեությունից, որտեղ այդ մարդիկ Աբետանը խոսում է պատանիներ էին նրանք։ Լավ, վերցնենք պատանիներ, երիտասարդներ էին, արդեն իրանք երիտասարդ մարդիկ էին, բայց այս մարդկանց համար այս խոսքը հիմք էր արդարությունով ցանել և ողորմությունով հնձել։ Այս մարդկանց համար մեծ հիմք էր, որ իրանց համար այդ հիմքը այնքան զորավոր ու ամուր էր, թագավորի հրամանը մերժել։ Սա իրանց համար մեծ զորություն էր, հեշտ չէր թագավորի հրամանը մերժել։ Հիշում եք, Եսթերի գրքում գրված համար կա, երբ որ մուտք են Եսթերին ասեց, որ պիտի մտնես թագավորի մոտ ես իրավունք չունեմ մտնելու առանց իրականչի։ Եթե ես առանց իրականչի մտնեմ ու ինքը իր գավազանը իմ վրա չուղի, նշանակում է ինձ մահ սպասում։ Նշտակ խոսում է, որ առանց կանչելու մահ, իսկ եթե ես իր հրամանը չկատարեմ, օրհնություն է, մահ, որը Սեդրակ, Միսակ, Աբեդնագովի համար պատրաստվեց։ Կրակը գցել, վառել կրակի մեջ այս մարդկանց և այս ազգանությունը սրանց գցում է կրակով վառված 7 անգամ որված կրակի մեջ, որպեսզի իր վրեժը գցի։ Սիրելի քուրեր եղբայրներ ջան, սա մեզ համար շատ կարևոր է։ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովի քայլը մեզ շատ մեծ ազդեցություն ունի։ Շատ մեծ կարևորություն ու ես ու դու նրան հասկանանք, թե ինչից ելած այս մարդը գնաց այդ քայլին, այս մարդիկ գնացին միմյանց ամուր թեթևի տված գնացին այդ պահպանը, ինչի համար, որտեղ ավելի գերադասեցին Աստծո ճշմարտության մեջ ապրել, քան թե թագավորի սուտ հրամանը, կեղծ հրամանը, կուռքին երկրպագություն անել։ Մենք շատ անգամ մտածում ենք, դեպի կասեմ, բայց չեմ անի, սենց կանեմ, բայց չի լինի։ Ոչ եղբայրներ քույրեր, մեր շուրթերից դուրս եկածը, Աբետարան ասված, ձեր բերանից դուրս եկածով պիտի դատապարտվեք, ձեր բերանից դուրս եկածով պիտի կրվեք։ Սուրբ Գիրքը խոսում է, որ դա այս աշխարհի գաղափարն է, կեղծիքի գաղափարն է, ասել ու չանեմ, բայց Սուրբ Հոգու գաղափարը ոչ ես Եհովա Աստծուց բացի ուրիշ Աստված չեմ ճանաչում։ Որևէ մեկից մեկի առաջ չեմ կարող խոնարհվել, ես խոնարհվում եմ միայն Արարիչ Հիսուս Քրիստոսի առաջ, որը մեր Փրկիչն ու Տերն է։ Շարունակության մեջ ուզում եմ կարդալ նաև Սոֆոնիա մարգարեությունից, առաջի գլուխ 14 խոսքից։ Սոֆոնիայի մարգարեություն, առաջի գլուխ 14 խոսքից, քույր եղբայրներ ջան։ Տիրոջը մեծ օրը մոտ է ու խիստ կարտոր է։ Տիրոջը օրվա ձայնը կուգա, զորավորը հոն դառնապես պիտի աղաղակե։ Այն օրը բարկության օր է, նեղության ու տառապանքի օր, կործանումի և ավերումի օր, խավարի ու մեկի օր, ամպի ու մարախուղի օր է։ Պարսպապատ քաղաքներու դեմ ու բարձր աշտարակներու դեմ փողի և աղաղակի օր է։ Մարդիկ նեղության մեջ պիտի ձգեն, կույրերու պես պիտի պտտին, քանզի Տիրոջը դեմ մեղք գործեցին։ Անոնց ալյունը փոշի պես ու մարմինները աղբի պես պիտի թափվի։ Տիրոջը բարկության օրը, անոնց արծաթն ու ոսկին անգամ զանոնք ազատելու կարող պիտի չկա։ Բոլոր երկիրը անոր նախանձեն, կրակով պիտի սպարվի, քանզի անիկա խիստ շուտով երկրի բոլոր բնակիչները պիտի հագցնեն։ Տերը օժտի եղբայրներ քույրեր ջան, Աբետարան ասված Տիրոջ մեծ օրը մոտ է։ Մենք բազմիցս դուք երիտասարդ եք միգուցե կարճ եք լսել, մենք շատ եք լսել եղբայրներ քույրեր ջան, երկար տարիներ լսել ենք Տիրոջ գալը մոտ է։ Ես չեմ ուզում Տիրոջ գալը մոտ լինելը, որպեսզի սովորական դառնա մեզ համար, դա իրապես մոտ է, որտեղ ես չգիտեմ վաղը ինձ հետ ինչ կարա կատարվի։ Ես չգիտեմ։ Մյուս օրը ինձ հետ ինչ կարա կատարվի, այդ օրը ես կարող եմ հանդիպել երկնքի Աստծուն։ Այս շատ մոտ է։ Իսկ մեկ ուրիշ անկյունից երբ որ նայում ենք,
այսօր երկրի վրա կատարված բոլոր հրաշքները, բոլոր գործոնները, բոլորը տեսնում ենք, որ բոլորը մենք կարող ենք սուրբ գրքի հետ համատություն ունենալ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, գիտությունը շատ մեծ զարգացություն է ապրում, գիտությունը իր մեծ զարգացության հետ զուգահեռ իր նշաններն է ցույց տալիս։ Մարդիկ այսօր իրապես դառնում են անկառավարելի, եւ երբ որ Եդենի պարտեզում Սատանան փորձեց մարդուն ռոբոտ դարձնի, եղբայրներ քույրեր, Աստված քանդեց այդ ծրագիրը, բայց այսօր մենք տեսնում ենք, որ մարդիկ գնում են ռոբոտ դառնալու ճանապարհին։ Իրանք ուզում են, որ գնան ռոբոտ դառնալու։ Ես հիշում եմ մի ազգավորության վկայություն Ամերիկայի Նահանգներից, Միացյալ Նահանգներից, այսպիսի մի պատմություն, որ այնտեղ մարդկանց նպատակը բոլորին մեկուսացնել իրարից, բարեկամ, հարազատ իրարից անջատել եւ բոլորին դարձնել, որ ինքը դառնա ինքնուրույն ցանկացած հարց, ինքը կարողանա ինքնուրույն լուծել հեռախոսի միջոցով կամ գրի միջոցով, այնքան բարեկամությունը ընդհատվի, ընկերությունը ընդհատվի եւ մարդիկ մնան մենակ։ Եթե ժամանակին երիտասարդությունը հավաքվում էր, այսօր ասեմ, հենց հավաքվում է երիտասարդությունը անգամ իրանք առանձնանում են, իրանց տների մեջ առանձին իրար հետ զբաղվում։ Մի քույրիկ պատմում ասում է երիտասարդական ժողով պիտի լիներ մեր տանը, ժողովրդից ահագին եկել էին, դրա բոլորը չէին եկել, ես ասում եմ նայում եմ, որ որևէ մեկը չի խոսում, բայց բոլորը հեռախոսը իրանց ձեռերին զբաղված է հեռախոսով։ Ես տենում եմ մեկի հեռախոսը ծնգում է, մեկինը ընդեղ է ծնգում եւ սկսում է ծիծաղել։ Բանից սպասում է հեռախոսով է դրա հետ շփվում։ Նույն սենյակում նստած իր հետ հեռախոսով է շփվում։ Սա նորմալ բան է քանալու։ Ես համարում եմ, եթե մեր պապերը արտանային սատենային, տեղը կբեռնեին։ Չեն հասցնի, որտեղ իրանց տեսածը նորմալ երևույթ է եղել, այսօր տենում են աննորմալ երևույթներ։ Սենյակի մեջ կինը փոխնում գործանում, հեռախոսով բերում է զարում ամուսնուն ասում արեհացուտ ենք։ Որ կարան դեպ ձեր է տաս արեհացուտ ենք, բայց սաբշենյա գնում հեռախոսով, սա խավարի գործ է, եղբայրեր քույրեր։ Մենք սրա մեջ ծիծաղում ենք, ինչ որտեղ մեր գործերը կարող է հեշտացել է, բայց իրա մեջ շատ խորը վտանգ կա, տանում է դեպի ռոբոտացման։ Մերը ձեր շատ օգտի, քույրեր եղբայրներ ջան, Սոֆոնիայի մարգարեությունն ասում է Տիրոջը մեծ օրը մոտ է ու խիստ կարտորա։ Եվ այսօր մենք սրա կարիքը ունենք, այս օրերը ճիշտ օգտագործենք։ Այս օրերը թանկ օրեր են, քույրեր եղբայրներ։ Հենց այնպես չեն, ծառայողներ կան, որ իրանց տները թողած եկել ծառայությունն անում ձեզ։ Եղբայրներ կան, որոնք իրանց աշխատանքը թողած եկել են ծառայությունն անում։ Քույրեր կան, որոնք գիշեր ու ցերեկ ստեղ եք մաքրության աշխատանք, իհարկե ձեզ հետ միասին, բայց այս մարդիկ ծառայում աշխատում են։ Ամենքը իրանց գործն են անում։ Տերը օրհնի ում համար, մեր համար, մեր երիտասարդների համար։ Ուրեմն իմ խնդրանքն է, քույրեր եղբայրներ, այս ժամանակները ճիշտ օգտագործեք։ Այս ժամանակները թանկ ժամանակներ են։ Դուք սա մի օր կուզես ու ձեռը չի, կփորձես ձեռը չի։ Վաղը կամ ուսանաս այնպիսի ընտանիք կգնես, Աստված չանի չեմ ուզում, բայց հնարավոր թույլ չտամ, շատ պաշտամունքների գաս, պաշտամունքներ լսես։ Ես չգիտեմ քույրեր եղբայրներ, ով կհանդիպի, ով կհանդիպի եւ կհանդիպի, ոնց կհանդիպի։ Սրանք այնքան բաներ են, եւ շատ անգամ Աստված կարծում եմ, կարա թույլ տա, որպեսզի մենք այս օրերի ժամանակը հասկանանք։ Իհարկե դες չի պահի, բայց ընթացքում թույլ կտա, որպեսզի ես ու դու արժեքը այս օրերի որ չենք հասկացել, հասկանանք։ Բերը շատ օրհնի, Աստված ողորմություն անի։ Շնորհակալ եմ Տիրոջից, թող Աստված օրհնի քույրեր եղբայրներ։ Ես ուզում եմ գոհություն հայտնել Տիրոջը այս հնարավորության համար, այս մեծ ողորմության համար։ Ամեն։ Գանք